Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ռազմավարական ծրագրի մշակման անհրաժեշտությունը բխում է ըստ էության այն խնդիրների համալիր լուծում տալու անհրաժեշտությունից, որոնք այսօր կան, եւ նրա նպատակն է ի վերջո Հայաստանի Հանրապետությունում ներկա փուլում մեր զբոսաշրջային ամբողջ ենթակառուցվածքներ եւ զբոսաշրջության մակարդակը մեկ այլ ուրեմն մակարդակի բարձրացնելու մասին է խոսքը գնում այստեղ եւ սա հնարավորություն է մեզ տալու ի վերջո 5 տարի հետո ունենալ ավելի շատ զբոսաշրջիկներ եւ թվային առումով ավելի շատ ծախսող զբոսաշրջիկներ, ավելի լայն եւ դիվերսիֆիկացված շուկա եւ իհարկե դրա համար անհրաժեշտ է որպեսզի Հայաստանի Հանրապետությունը իհարկե հետազոտությունների հիման վրա մենք դիրքավորենք որպես զբոսաշրջային խաչմերուկ, որովհետեւ մենք տեսնում ենք դրա հնարավորությունը որպես գրավիչ, որակյալ, անվտանգ, խաղաղ, մրցունակ, գողտրիկ զբոսաշրջային ուղղություն առաջարկելով ամբողջական փորձառություններ, որոնք հիմնված են ինքնատիպ մշակույթի, մեր բնության, ինչպես նաև իհարկե մեր մշակույթի եւ իհարկե նաև համաչափ տնտեսական զարգացումն ապահովենք, ինչի մասին պարոն վարչապետ դուք նախորդ հարցի քննարկման ժամանակ եւս նշեցիք։ Ռազմավարական ծրագրով նախատեսված զարգացման 3 հիմնական տեսակներն են, դրանք մշակութայինը, գաստրոն, մասնավորապես խոհանոցը, գինին եւ հայկական բրենդին եւ արկածայինը, ներառյալ ձմեռայինը, բայց նաեւ Հայաստանը ունի շատ լուրջ հնարավորություններ եւ դրա մասին եւ ռազմավարական ծրագրում է նշված եւ նաեւ համապատասխան աշխատանքներ իրականացնում ենք ագրո զբոսաշրջության, մայս զբոսաշրջություն, մայսը դա մեծ միջոցառումներ անցկացնելու այդ զբոսաշրջային ուղղության ձևն է, բժշկական եւ առողջարանային զբոսաշրջության եւ իհարկե կրոնական զբոսաշրջության։ Պարոն վարչապետ, դուք նախորդիվ նշեցիք, որ բոլոր հարցերը տնտեսության հետ կապ ունեն, ես հիմա հակառակ ուղղությամբ գնամ, նույն կերպ մեր ծրագրում եք նշել, որ բոլոր հարցերը կապ ունեն մյուս ոլորտների հետ, այսինքն եթե չկա անվտանգություն, ներքին կամ արտաքին, բնականաբար չկա զբոսաշրջություն, եթե չկա պատշաճ որակի առողջապահություն, չկա առողջապահական զբոսաշրջություն եւ այսպես շարունակ, այսինքն այստեղ նաեւ նույն տրամաբանությունը հակառակ կերպել են կիրառել եւ ամբողջ ծրագրի միայն մի մասն է, այսպես ասած, կատարում էկոնոմիկայի նախարարությունը, զբոսաշրջության կոմիտեն, շատ ուղղություններ, նաեւ գործընկեր նախարարություններ այստեղ պետք է իրականացնեն, որովհետև համատեղ աշխատանքի շատ լայն տեղ կա եւ ռազմավարական ծրագիրը սահմանել նաեւ 4 հիմնական նպատակներ, դրանք առաջին տնտեսական ուղղությունն է, որը ենթադրում է օգտագործել զբոսաշրջության տնտեսական ներուժն ամբողջությամբ, զբոսաշրջության բնակավարում բարեփոխումների միջոցով նպաստել տնտեսական առաջընթացին, աջակցելով առավել մեծ թվով անձանց ու համայնքների օգուտ քաղելու ոլորտի զարգացմանը, այստեղ նաեւ էլի անդրադարձել ենք, դուք նշեցիք, նույնականացնենք մեր համայնքները, թե ինչի վրա իրենք կարող են կենտրոնանալ, նաեւ դրա վրա, որովհետեւ մենք շատ բազմազան է Հայաստանը եւ ընդամենը շատ կարճ կիլոմետրերի վրա մեկ համայնքը կարող է կենտրոնանալ մի ուղղության վրա, հարևան համայնքը բոլորովին այլ ուղղության, որովհետեւ մյուսը ընդհանրապես ուղղակի իր համար հարմար չի եւ դրա վրա նույնպես մեծ ուշադրություն ենք դարձրել եւ նաեւ դա է պատճառը, որ մենք հաստատեցինք զբոսաշրջային մեր կլաստերները նախորդ տարվա ընթացքում զբոսաշրջային գյուղերի մասին որոշումներ ընդունեցինք եւ այսպես շարունակ եւ 7 զբոսաշրջային ուղղության վրա կառավարությունը պլանավորում է հաջորդ 5 տարվա ընթացքում շատ մեծ ֆինանսական ներդրումներ իրականացնել Արենին օրինակ դիրքավորել որպես գինու կլաստեր, Եղեգիսը որպես ագրո տուրիզմի կլաստեր, Դիլիջանը որպես ուրեմն այսպես ասած հանգստի գոտի ջերմուկը առողջարանային, Գյումրին, Գորիսը, Դվինը եւ այլն։ Դվինը օրինակ պատմամշակութային եւ այսպես շարունակ։ Երկրորդ ուղղությունը դա միջազգային գրավչության ուղղությունն է եւ մեր նպատակն է բարձրացնել Հայաստանի որպես գրավիչ զբոսաշրջային երկրի իմիջը համաշխարհային շուկայում, Հայաստանը եւ հայկական զբոսաշրջային արդյունքը դարձնել ճանաչելի իր հյուրընկալությամբ, հյուրասիրությամբ, անվտանգությամբ, վստահությամբ եւ այստեղ ահագին աշխատանք ունենք անելու, որովհետեւ ցավոք եւ բարեբախտաբար եւ ցավոք սրտի, բարեբախտաբար իմաստով շատ մեծ պոտենցիալ կա այստեղ զարգանալու, ցավոք սրտի, որ ոչ բոլորը գիտեն մեր հնարավորությունների մասին եւ բնականաբար այստեղ արտաքին շուկաներում մարքեթինգային ակտիվ աշխատանք իրականացնելու, ստեղծագործ աշխատանք իրականացնելու մեծ հնարավորություն եւ ուղղություններ ենք տեսնում։ Երրորդը որակի ապահովումն է, շատ կարեւոր։ Ռազմավարական ծրագրի նպատակն է բարելավել զբոսաշրջային ծառայությունները եւ բարելաված ու բարձրորակ զբոսաշրջային առաջարկների շնորհիվ
Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր ներկայացնել, դարձնել առավել գրավիչ, հյուրընկալ, մրցունակ եւ պետք է բնականաբար շարունակաբար առաջարկել հնարավորինս տարբերվող բացառիկ փորձառություններ, որոնք կմնան հյուրերի հիշողության մեջ, որոնք ոչ միայն կցանկանան վերադառնալ, այլ նաեւ կպատմեն Հայաստանի մասին եւ դա իր հերթին կբերի նոր զբոսաշրջային ուղղություններ։ Սոցիալական ուղղությունը իհարկե զբոսաշրջության բնագավառում նույնպես շատ կարևոր է եւ նպատակն է ձևավորել հաստատուն զբոսաշրջության ոլորտ, ապահովել ծառայությունների բարձր մակարդակ, աշխատուժի վրա կենտրոնանալ, կրթության վրա, խթանել զբոսաշրջային մասնագիտությունները, ամրապնդել ապագա ռիսկերի դիմադրողականությունը, դարձնելով զբոսաշրջության բնագավառը ավելի գրավիչ, մրցունակ, մասնագիտական աճի, աշխատաշուկայում զբաղվածության ապահովման տեսանկյունից։ Ես մի քանի նաեւ թվեր նշեմ, ռազմավարական ծրագրի իրականացման արդյունքում նախատեսում ենք օրինակ 2030-ին ունենալ առնվազն 3 միլիոն ներգնաց զբոսաշրջային այցելություն, զբոսաշրջությունից ստանալ շուրջ 3.8 միլիարդ դոլարի եկամուտներ, որից մոտ 750 միլիոն դոլարը կարող է գնալ պետական բյուջե, 4.5 միլիոն ներքին զբոսաշրջային այցելություն ունենալ եւ ավելի քան 20,000 լրացուցիչ աշխատատեղ ստեղծել ոլորտի հաշվին։ Մնացածը շատ բան կա ասելու, եթե հարցեր լինեն սիրով։ Շատ լավ, պարոն Պապյան, մենք 2025 թվականի զբոսաշրջության թվերը ամփոփել ենք, ոնց որ ինչ ցուցանիշներ ունենք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, այո, ամփոփել ենք, ներկայացնեմ թվերը։ Այսօր ստացանք նաև դեկտեմբերի արդյունքները եւ նշեմ, որ դեկտեմբերին ունեցել ենք 139933 զբոսաշրջիկ, որը մեր դեկտեմբերների պատմության մեջ լավագույն ցուցանիշ է, այսինքն չի եղել որևէ դեկտեմբեր, որ այսքան բարձր ցուցանիշ ենք ունեցել, առհասարակ, եթե նայենք, ուրեմն այս տարվա մայիսը, հունիսը, հուլիսը, օգոստոսը, հոկտեմբերը, նոյեմբերը եւ դեկտեմբերը, այսինքն 12 ամիսներից 7-ը այս տարվա ցուցանիշներն են երբևէ լավագույնը եղել Հայաստանի պատմության մեջ։ Եվ ամփոփելով նշեմ, որ այս տարի ունեցել ենք 2 միլիոն 263642 զբոսաշրջիկ, ինչը 2.5%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից եւ օրինակ 19.4%-ով ավել է 2019 թվականի ցուցանիշից։ Իսկ պատմական լավագույն տարին ո՞րն է, 22-ը։ Պատմական լավագույն տարին եղել է 23-ը, երբ որ ունեցել ենք 50,000 ավել զբոսաշրջիկ, քան այս տարի, բայց օրինակ, այսպես ասեմ, Ռուսաստանի Դաշնությունից այս տարի ունեցել ենք 216,000 ավելի պակաս զբոսաշրջիկ, քան 2023-ին, բայց քանի որ կարողացել ենք այլ երկրներից 166,000 ավել զբոսաշրջիկ ունենալ, դրա հաշվին նվազումը ընդամենը եղել է 50,000 եւ մեր քաղաքականությունները նրա մասին են լինելու, որ օրինակ Ռուսաստանի Դաշնության մասնաբաժինը, որը 52-3% է եղել, հիմա արդեն 41% է, իհարկե պահպանել Ռուսաստանի թվերը շարունակել ավելացնել, այսինքն բայց նույն կերպ ինչպես կարողացել ենք օրինակ 166,000 ավելացնել այլ երկրների ծավալները շարունակաբար մեծացնել։